Սարգսյանը սառը ջուր է լցրել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների վրա գուժելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր միասնական ճակատի ձևավորման անհնարինության մասին։ Այդ Քոչարյանն է, նկատենք, որ ծրագրում է իրագործել 2021-ին չիրականացած իր փափագը, իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թե միայնակ, քանի որ ուժերը չեն ներում, այլ ընդդիմադիր միասնական ճակատ ձևավորելով։ Թե քաղաքական որ ուժերը ռիսկի կդիմեն եւ կորոշեն այս անգամ էլ շամպայն խմել Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ արդյոք այդ ուժերը կլինեն թվով ավելին, քան 2021-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ձևավորված Հայաստան դաշինքում ներառվածներն էին, քիչ է մնացել պարզել։ Իսկ նախքան այդ սթափություն, ամենեցուն։ Փաստ է սակայն, որ 2021-ին Քոչարյանի դաշնակցության եւ Սերժ Սարգսյանի օրոքսյունիքի մարզպետ աշխատած Վահե Հակոբյանի վերածնվող Հայաստանի միջև կնքված գործարքը հազիվ 1 տարվա կյանք ունեցավ։ Դաշինքը փլուզվեց դիմադրության շարժման խայտարակությունից հետո։ Լավ, թողնենք տխուր թեմաները եւ դառնանք Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ Ես ցանկություն ունեմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով հանդես գա, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ դա շատ բարդ խնդիր է։ Խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ, կանխատեսել է Սերժ Սարգսյանը, հավելելով. մենք վարվում ենք այնպես, որ թիրախ ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ է տիրապետում ընդդիմադիր դաշտի առանձնահատկություններին։ Դատարկ դհորներից մինչև իդիոտներ եւ էրորներ, ավելին, այդ դաշտի որոշ կարկառունների հետ ժամանակին գործակցել է, տվել, առել, որոշ դեպքերում նաեւ ոչնչացրել եւ այսպես շարունակ։ Ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը գիտի, որ բոլոր ընդդիմադիր քիչ թե շատ հայտնի ուժերը հեռու են փախչելու նախկին նախագահների շուրջ ձևավորվելիք դաշինքներից, այսպիսով փախչելով նախկինացվելու տհաճ կարգավիճակից։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի աճեցրած անճոռնի ճուտիկները, որոնք այսօր կուսակցություն են գրանցել, որոշել են ինքնուրույն լող տալ ընդդիմադիր լճի ջրերում, սոցիալական հեռավորություն պահելով բադ մայրիկից կամ աքլոր հայրիկից։ Անդերսենի հեքիաթը հիշեցինք։ Հարկ է նշել, որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած ուժեղ Հայաստանն անգամ, որի ղեկավարության հետ Սերժ Սարգսյանը ջան-ջիգյար հարաբերությունների մեջ է, որոշել է ինքնուրույն խաղալ իր ընդդիմադիր խաղը, բացառելով միավորումը նախկինների, նրանց թիմերի հետ։ Արդ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արկա քիչ թե շատ հայտնի այս ուժերի միջև կարող է տեղի ունենալ ենթադրյալ միավորումը։ Քոչարյան գումարած դաշնակցություն, գումարած Քոչարյանի երբեմնի թիմակից Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան, գումարած Լևոն Քոչարյանի ընկերների հիմնած Առաջ աչակենտրոն, Ատամ դալշը будет видно։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին, որն ի դեպ դեռ չի հստակեցրել մասնակցելու է ընտրություններին թե ոչ, ապա գրեթե բացառում ենք, որ համաձայնի ինքզինքը երկիրն այս վիճակից դուրս բերելու ունակ միակ տղամարդ թռչակած Ռոբերտ Քոչարյանի տակ ընդդիմություն աշխատել։ Երկրորդ եւ երրորդ նախագահների միավորումն այսպիսով գրեթե անհնարին է։ Մնաց նախկին նախագահներից առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանն իր գլխավորած հակով 2021-ի ընտրություններում ձախողումից հետո, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, Տեր-Պետրոսյանն իր հյուծված թիմով պատրաստ է անգամ սատանայի հետ դաշինք կազմել, միայն թե մեկ մանդատ կորզի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համար։ Բայց խիստ կասկածում ենք, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն առանձին վերցրած համաձայն են սեղմել իրենց թաթար-մոնղոլական խաների հետ համեմատած առաջին նախագահի ձեռքը, որքան էլ ուժգին լինի նրա հոգեզավակին իշխանազրկելու մարմաճան։ Ամփոփենք Նիկոլ Փաշինյանին թիրախ դարձրած ընդդիմադիր դաշտին գծված անգամ հպանցիկ հայացքը հուշում է նախընտրական միավորումը միասնական ճակատով խփելու թիրախին բացառվում է։ Դե նախընտրական գործընթացներում հմտացած Սերժ Սարգսյանը, եթե մի բան կանխատեսում է, ուրեմն հաստատ մի քանի բան գիտի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։